Siz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Երևանում եւ Բաքվում զուգահեռ հայ առաքելական եկեղեցու դեմ թուրքական նախագիծ Ադրբեջանի կրոնական առաջնորդ Փաշազադեն հերթական հայտարարությունն է արել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Բաքվում ընդունելով Միացյալ Նահանգների խոշորագույն հրեական կազմակերպությունների առաջնորդի գլխավորած պատվիրակությանը Փաշազադեն խոսել է հայ առաքելական եկեղեցում ռևանշիստական տրամադրությունների մասին։ Արցախում էթնիկ զտում իրականացրած եւ հայկական եկեղեցիներն ու մշակութային ժառանգությունը պղծող ու ոչնչացնող երկրի կրոնական ներկայացուցիչը խոսել է միջկրոնական երկխոսության ադրբեջանական մոդելի, Ադրբեջանի կրոնական հանդուրժողականության մասին։ Եվ Հայաստանում Փաշինյանը պնդում է, թե այնինչ անում է եկեղեցին բարենորոգելու մասին է։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Իրական Թուրանի ուրվագծով Նախիջևանի հետ սահմանն օգտագործելով Թուրքիան փորձում է դուրս թողնել Հայաստանը տարածաշրջանային երկաթուղային ցանցից։ Նրանք ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ինչպես Թուրքիան ստացավ Նախիջևանի հետ սահմանը եւ փոքր Մասիսը։ Zengezur koridorunun kapısını açacak olan Թուրքական հեռուստաեթերում կարևորում են, որ Ալիևը շարունակի ասել Զանգեզուրի միջանցք։ Özellikle Aliyev'in koridor kelimesini kullanması çok önemli. Բենսի աջակցությունը Փաշինյանին ընտրություններից առաջ Թուրքիայում նկատել են, ամրապնդվեցին Փաշինյանի դիրքերը եկեղեցու եւ Սփյուռքի դեմ։ Haziran seçimleri öncesinde hem Ermeni lobisi hem Ermeni kilisesine karşı Եվ հարցազրույց Ջոն Այբներ Հայաստանն այժմ գնում է այն նույն խաղաղության ուղղությամբ, որը հիմա գոյություն ունի Լեռնային Ղարաբաղում։ Armenia is going now in the direction of the same kind of peace that exists in Nagorno-Karabakh. Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը բացահայտում է փակ դռների հետևում բանակցվող թեմաներից մեկը։ Իրականում ճիշտ կլինի ասել, հիմա Փաշինյանը հրապարակավ ընդունում է այն, ինչը փաստացի բացահայտվել էր դեռ ամիսներ առաջ։ Թուրքիան փորձում է Հայաստանին դուրս թողնել տարածաշրջանային երկաթուղային ցանցից ու պարզվում է, Թուրքիան այնքան էլ չի մտածում Հայաստանի բարեկեցության ու տնտեսական շահի մասին, ինչքան համոզում էին Թուրքիայի պաշտոնյաները Հայաստանի տարածքով միջանցք պահանջելիս։ Լիբի շրջանակներում հիմա կան բնականաբար ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ որ մտնում է Նախճեվանից հետո չմտնի Հայաստան եւ շրջանցի Հայաստանը։ Բնականաբար մեր միջազգային գործընկերներն ասում են ոնց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է, Հայաստանը այս ծրագրի մաս է եւ այլն, եւ այդտեղ նրանք ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, նրանք ինչ են ասում են դե տեսեք Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Փաշինյանի հայտարարությունը նախ առաջարկում ենք տեսնել ու հասկանալ քարտեզով, առանց դրա քաղաքական եւ քարոզչական կոնտեքստի ու բովանդակության։ Փորձենք հասկանալ, թե ինչ ասաց եւ խոսքը այդ ինչ երկաթուղային գծերի ու ցանցերի մասին է։ Սկսենք նրանից, որ մենք իրականում բոլորովին այլ քարտեզ ենք նախընտրում, Արցախը բոլորովին այլ սահմանագծերով, սա պարզապես Google-ում, եթե գրեք Հայաստան, բերելու է այս քարտեզը եւ հենց ամենապարզ ու հեշտ գտնվող տարբերակն է, որը կարող եք ինքներդ էլ բացել, ուսումնասիրել ու անգամ ավելին տեսնել ու հասկանալ, որովհետև քարտեզով իհարկե ամեն ինչ շատ ավելի հեշտ է հասկանալ։ Եվ այսպես, ինչի մասին է խոսքը։ Թուրքիան սկսել է կառուցել Կարսից երկաթուղի դեպի Նախիջևանի հետ սահման։ Ահա այստեղ Թուրքիան եւ Նախիջևանը ունեն կարճ սահման։ Սա Նախիջևանն է, այստեղ Իրանն է, ինչպես գիտեք, սա Թուրքիան է։ Նախիջևան, այսինքն երկաթուղի դեպի Նախիջևանի սահման, շրջանցելով Հայաստանի հետ սահմանը։ Նախիջևանով անցնելու է այդ երկաթուղին, ապա Մեղրիով, այստեղով, սա այդ թրիփ կոչվածն է, անցնելու է ապա Ադրբեջան եւ այնտեղից արդեն Կենտրոնական Ասիա միավորելով թուրքական աշխարհի պետությունները, ինչի մասին Թուրքիան երազում է եւ ոչ միայն Էրդողանի շրջանում։ Որն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ Թուրքիան կարող է ոչ թե կառուցել բոլորովին նոր երկաթուղի եւ Կարսից հասնել մինչեւ Դիլուջու, ահա այստեղ Նախիջևանի հետ սահման, այլ Թուրքիան կարող է ավելի հեշտ ճանապարհով գնալ Կարսից պարզապես դեպի Ախուրիկ, Հայաստանի տարածքով դեպի Երազ, Խապանոր, Նախիջևան, Մեղրի ու Ադրբեջան։
Սա կլիներ ավելի հեշտ տարբերակը, եթե Թուրքիայի նպատակն իսկապես Հայաստանի հետ խաղաղությունը լիներ։ 22 Ağustos Cuma günü ülkemizle birlikte Güney Kafkasya için stratejik önemi haiz bir projenin temelini attık. Zengezur koridorunun kapısını açacak olan Օգոստոսի 22-ին ուրբաթ օրը մեր երկրի հետ միասին Հարավային Կովկասի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի նախագծի հիմք դրեցինք։ Զանգեզուրի միջանցքի դուռը բացող Կարս, Իգդիր, Արալք, Դիլիջու երկաթգծի կառուցման աշխատանքների մեկնարկը տալու հպարտությունն ապրեցինք։ Ահա թե ինչ էր ասում Թուրքիայի նախագահը այդ Կարսից դեպի Նախիջևանի սահման ձգվող երկաթուղու հիմնարկեքից մի քանի օր անց։ Արցախում պատերազմից անմիջապես հետո 5 տարի Էրդողանը պահանջում էր միջանցք Հայաստանի տարածքով Թուրքիան Ադրբեջանին ապակենտրոնական Ասիային կապելու թուրքական աշխարհը միավորելու համար, բայց Թուրքիայի տարածքում ոչ մի լիրա, եվրո ու դոլար չէր ծախսում դեպի Հայաստանի տարածք կենթակառուցվածքների համար։ Ամեն ինչ փոխվեց օգոստոսի 8-ին, երբ Փաշինյանը Վաշինգտոնում ստորագրեց փաստաթղթի տակ Թուրքիային եւ Ադրբեջանին տալով անխոչնդոտ Թրամփի ուղի Հայաստանի տարածքով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը Միայն երբ Թրամփի վերահսկողությամբ Փաշինյանը ստանձնեց այս պարտավորությունը, Թուրքիան սկսեց իր տարածքում 2.4 միլիոն եվրո արժեքով շինարարությունը դեպի Հայաստանի տարածք։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է մեծ բայցը։ Թուրքիան նախընտրում է ոչ թե գործարկել Կարսից դեպի Ախուրիկ երկաթուղին, որն ավելի էժան կլիներ, այլ 0-ից կառուցում է 224 կիլոմետր երկարությամբ երկաթուղի Կարսից դեպի Դիլուջու, որը Նախիջևանի սահմանին է։ Ահա թե ինչ էր ասում այդ երկաթուղու հիմնարկեքի ժամանակ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ural Oğlun։ Bugün burada Kars, Iğdır, Aralık, Dilucu demiryolu hattıyla Zengezur koridorunun hayata geçmesini sağlayacak en somut ilk adımlardan birini atarak Այսօր այստեղ Կարս, Իգդիր, Արալք, Դիլիջու երկաթգծի կառուցմամբ մենք անում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման ուղղությամբ ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի եւ Եվրասիայի համար։ Զանգեզուրի միջանցքը կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խաղաղությունը։ Güney Kafkasya'da ekonomik işbirliğini artıracak sınırların açılmasını ve diplomatik gelişmelerin normalleşmesini de hızlandıracak. Այն կամրապնդի Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության աճին նպաստող սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։ Պետք է նկատել, որ անգամ Փաշինյանի այսքան քայլերից հետո ոչ թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու սահմանը բացելու մասին են խոսում, այլ հայտարարում են, թե հնարավոր է այդ գործընթացները արագանան, որովհետեւ Թուրքիան այդ Թրամփի ուղու համար Հայաստանի հետ սահմանը բացելու կարիք չունի, Թուրքիան շարժվում է դեպի Նախիջևանի սահման։ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը, բայց նախ դրա տակ կունենա հատուկ նպատակ եւ հետո կարող է նորից փակել ցանկացած պատրվակով։ Ընդ որում, Փաշինյանը Վաշինգտոնում գործարքից հետո չէ, որ իմացավ ոչ թե Կարս-Ախուրիկ, այլ Կարս-Նախիջևան երկաթուղային նախընտրության մասին։ Ամեն ինչ ավելի վաղ էր որոշված ու բաց հայտարարված։ Թուրքիայի արտգործնախարար Բաքու 1 տարի առաջ, 2025-ի հունվար։ Kars-Nahçıvan demiryolu projesini de en kısa sürede hayata geçirmek istediğimizi biliyorsunuz. Դուք նաև գիտեք, որ մենք ցանկանում ենք ամենակարճ ժամանակում իրագործել Կարս-Նախիջևան երկաթուղու նախագիծը։ Հիմա ով է դժգոհ, այդ ինչ ուժեր են ստիպում Հայաստանին փոխել իր երկաթուղու կառավարչին, փոխել Ռուսաստանին։ Հարցի պատասխանն ունի մի քանի շերտ։ Մենք ներկայացնենք ամենաշահագրգիռ շերտը։ Սեթան թուրքական ուղեղային կենտրոն է, կից Թուրքիայի իշխանություններին, արտգործնախարարությանը, նախագահականին ամեն տարի հրապարակում են զեկույց Թուրքիայի անվտանգային միջավայրի մասին։ Այս տարվանը Հայաստանին անդրադարձը մանրամասն ներկայացրել ենք իրական Թուրքիա նախագծի նախորդ թողարկմանը, կարող եք գտնել Alpha News-ի բոլոր հարթակներում։ Հակիրճ մեջբերում Ռուսաստանին Թուրքիայի ուղեղային կենտրոնի անդրադարձից։ Ռուս-թուրքական շահերի բախում տեղի ունենում միաժամանակ Կովկասում, Սիրիայում եւ Կենտրոնական Ասիայում, քանի որ Ռուսաստանի վերահսկողությունը այս տարածաշրջաներում թուլանում է, հնարավորությունների նոր պատուհաններ են բացվում այլ դերակատարների համար։ Ինչպիսին է Անկարան, այդպիսի պատուհան են Թուրքիայի երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Թուրքիայի աճող առնչությունները սիրիական
նոր վարչակազմի հետ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը եւ թյուրքական պետությունների կազմակերպության միջոցով խթանվող ինտեգրացիան։ Բացի այդ, բաց պատուհանը նպաստում է Թուրքիայից բացի այլ պետությունների ներթափանցմանը տարածաշրջան, օրինակ Զանգեզուրի միջանցքի Թրամփի միջանցք դառնալը եւ Ադրբեջանի ընդգրկվելը, Ադրբեջանին հրավիրելը Կենտրոնական Ասիայի հնգյակի սամիթին։ Ինչպես տեսակ քարտեզով, Թուրքիան Նախիջևանի հետ ունի կարճ սահման, որը կարճ է 20 կիլոմետրից էլ։ Ինչպես է սա ստացվել, ինչպես է Թուրքիան ստացել այդ սահմանը։ Այս պատմությունը ցուցիչ է պատմական Թուրքիայի եւ իրական Թուրքիայի օրգանական կապի մասին եւ ցուցիչ է, թե ինչու են փորձում խզել պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի կապը։ Հայոց ցեղասպանությունն իրագործած երիտ թուրքերի համար մեծ Թուրանի ստեղծումը ազգային գաղափարախոսություն էր։ Հանրապետական Թուրքիան կարևոր էր համարում Թուրանի ճանապարհը բաց պահելը։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը լավ գիտակցելով այդ ճանապարհին Նախիջևանի կարևորությունը, այն ընդգրկել էր 1920 թվականին ընդունված ազգային ուխտի քարտեզի սահմաններում։ 2 տարի առաջ Էրդողանն Ալիևի հետ Նախիջևանում էր այցելուսաբանելիս թուրքական պետական մեդիան պատմությունն այսպես ներկայացրեց։ Մինչև Մոսկվայի պայմանագրի կնքումը 1921 մարտի 16 բանակցությունների համար Ռուսաստան մեկնող թուրքական պատվիրակության անդամ Յուսուֆ Քեմալ Բեյը Մուստաֆա Քեմալին հարցրել է. Եթե ռուսները պնդեն Նախիջևանի հարցում ի օգուտ հայերի, իրենք ինչ պետք է անեն։ Քեմալը պատասխանել է, որ Նախիջևանը թուրքերի դարպասն է, սա հաշվի առնելով պետք է անել հնարավոր ամենը, որպեսզի այն ընդգրկվի Թուրքիայի կազմում։ Քեմալականներին չհաջողվեց Նախիջևանը միացնել Թուրքիային, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո արվեց ամեն ինչ, որ այն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդպես էլ եղավ։ 1921-ին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Նախիջևանն անցավ խորհրդային Ադրբեջանին առանց երրորդ երկրի զիջելու իրավունքի։ Սա իհարկե չէր կարող բավարարել Աթաթուրքին, նա 10 տարի փորձում էր ամեն գնով սահման ունենալ Նախիջևանի հետ եւ 10 տարի անց կարողացավ հասնել դրան։ Իրանի հետ բանակցությունների արդյունքում 1932 թվականին Թեհրանում ստորագրվեց Թուրքիայի եւ Իրանի միջև սահմանային գծի որոշման մասին համաձայնագիրը։ Տեղի ունեցավ տարածքների փոխանակում, Իրանը ստացավ տարածքներ իր հյուսիս-արևմտյան սահմանի մոտ, Թուրքիան ստացավ Աթաթուրքի երազանքի բաց դուռը, սահման Նախիջևանի հետ։ Նախիջևան-Թուրքիա սահման։ Թուրքիայի ստացած տարածքը ներառում էր նաև փոքր Մասիսը եւ դրա շուրջ եղած հարթավայրը, որը Իրանի տարածքի մաս էր կազմում 1639 թվականից։ Թուրքիան մեծ Մասիսը ստացել էր սրանից մոտ 10 տարի առաջ, 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով։ Իրանի հետ այս գործարքը ստրատեգիական նշանակություն ունեցավ պատմական եւ իրական Թուրքիայի պանթյուրքական նախագծի համար։ Թուրքիայում անգամ խոսում են, որ Աթաթուրքն իր սեփական գրպանից է մեծ գին վճարել Իրանի շահին։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Նախիջևանում, ինչպես հայտնի է, թուրք-ադրբեջանական հորդան անգործ չէր մնացել։ Բաքուն իրագործեց հայաթափման եւ հայկական հետքի վերացման քաղաքականություն եւ թուրքական սպասումը պսակվեց հաջողությամբ խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո։ Թուրքիան սողաց Նախիջևան ռազմական եւ տնտեսական նախագծերով։ Ահա թե ինչ էր ասում Էրդողանը Նախիջևանում։ Türkiye-Azerbaycan barışın Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղության եւ բարգավաճման կողմնակից են։ Մենք միայն խաղաղություն ենք ուզում մեր տարածաշրջանում, համագործակցություն ենք ուզում։ Մենք ցանկանում ենք միասին զարգանալ։ Մենք մինչ այժմ բազմաթիվ քայլեր ենք արել այդ ուղղությամբ։ Մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Այնուամենայնիվ, Ալլահի կամքով մենք վճռական ենք միասին իրականացնել բոլոր տեսակի ծրագրերը ուղղված տարածաշրջանային խաղաղությանը, բարգավաճմանը եւ հանգստությանը։ Նախիջևանի հետ այս կարճ սահմանը Թուրքիայի համար միայն բաց դուռն է դեպի թյուրքական աշխարհ։ Ինչպես նաև Աթաթյուրքն է նշել։ Թուրքիային ավելի այդ դուռը բացելու եւ ներս մտնելու համար պետք է ավելի շատ տարածք եւ Նախիջևանը ամբողջությամբ, ինչպես տեսնում եք, այդ ինչ է ընկած այդ ճանապարհին։ Ընկած է նաեւ Սյունիքը այդ ճանապարհին, եթե չասենք Հայաստանի ամբողջ տարածքը եւ այստեղ Արցախի հանրապետության օկուպացված տարածքները միանշանակ, այսինքն տրամաբանությունը շատ հստակ է։ Նախիջևանն էր, այնուհետև Artsakı, հիմա թիրախում արդեն Սյունիքն է։ Savaşın ilk saatlarında Əziz qardaşımın çox net və açıq açıqlamaları
bir çoxları üçün ciddi mesaj idi. Պատերազմի առաջին ժամերին իմ սիրելի եղբոր շատ վճռական եւ հստակ հայտարարությունները լուրջ ուղերձ էին շատերին եւ հետ պահեցին նրանց այս գործին խառնվելուց։ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Այդ եղբայրական աջակցությունը Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի մոռանա։ Այսօր մեր զրույցի ժամանակ էլ ես ասացի, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները մինչեւ այս էլ եղբայրական էին, բայց պատերազմից հետո Թուրքիայի մեծ ցուցաբերած օգնությունը այդ հարաբերությունները հասցրեց նոր բարձունքի։ Այսօր որպես հիմք ունենալով դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը, միասին ենք բոլոր հարցերում, հարվածում ենք նույն կետին։ Մենք բազմապատկում ենք մեր ուժը եւ իհարկե թուրքական աշխարհը միավորելը այն ժողովուրդներին, որ ունեն ընդհանուր արմատներ, կնպաստի թուրքական պետությունների կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի հզորացման։ Նախ Նախիջևան, հապա Արցախ, Ղարաբաղ, հետո Զանգեզուր, Սյունիք, Սեր, թուրքական պլան մինիմումը եւ այս պատճառով էին Զանգեզուրի միջանցք պահանջում։ Այս պատճառով Աթաթյուրքի համբերատարության օրինակով Էրդողանը համաձայնեց Թրամփի ուղուն եւ Աթաթյուրքի օրինակով տեղում հանգիստ չի նստելու։ Մեղրիով կարճ երկաթգծին համաձայնել են դուռը բաց թողնելու համար։ Հայաստանի տարածքով երկաթուղային շարժ ապահովել, Հայաստանն ուժեղացնել ու հարստացնել վստահաբար թուրքերը չեն պատրաստվում։ Հայաստանին շնչել թույլ չեն տալու։ Ինչու թույլ տան։ Թուրքական աշխարհը միավորելու մասին Էրդողանն ու նրա պաշտոնյաները գրեթե ամեն օր են խոսում։ Վայ, նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, նիք վատա դա։ Եվ սա էլ Հայաստանի գործող իշխանության ընկալումն է։ Միացյալ Նահանգների փոխնախագահը եկավ Հայաստան, գնաց Ադրբեջան, ինչու, ինչպես են այս այցը բացատրում թուրքական հեռուստաեթերում։ Առաջարկում ենք տեսնել, որովհետև Սատանան, Սուլթանը մանրուքներում է։ Kafkasların süper gücünden, bölgesel süper güçten söz ediyor. Ադրբեջանը Կովկասի սուպեր ուժն է, տարածաշրջանային գերտերության մասին ենք խոսում։ Ալիևը նշեց տրանսպորտային միջանցքի ռազմավարության գործընկերության համաձայնագրի մասին։ Մենք արդեն որոշ ժամանակ է տեսնում ենք, թե ինչպես է Ամերիկայի Միացյալ Նահանգները հատկապես Ադրբեջանի հաղթանակից հետո քայլում դեպի Կովկաս։ Açıklamalar özelinde söylüyorum. Ulaştırma koridoru. Tabii bu Türk koridoru ya da Zengezur koridoru olarak adlandırılan koridorun geçişlerin Իհարկե, նշանակում է, որ անցումը թուրքական միջանցքով կամ Զանգեզուրի միջանցքով կիրականացվի, որովհետև Վենսը Բաքու էր մեկնել Երևանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները սա հետապնդում է որպես քաղաքական ռազմավարություն։ Tabii Azerbaycan'ın da burada temel stratejisi zaferden sonra imzalanan Zengezur koridorundaki meşru haklarını koruyarak Ադրբեջանի հիմնական ռազմավարությունը այստեղ Զանգեզուրի միջանցքում իր օրինական իրավունքների պաշտպանությունն է, որը ստորագրվել է հաղթանակից հետո, որովհետև մյուս կողմը պայմանագիր է ստորագրել։ Մյուս կողմի Փաշինյանի ստանձնած պարտավորությունների դրանք կատարելու անհրաժեշտության մասին են խոսում, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես ընդգծում են, ունեն ռազմավարական մտածելակերպ, չեն կարող թույլ տալ, որ 20-30 տարի հետո խնդիրներ լինեն։ Եվ այդ ռազմավարության մաս է կազմում Զանգեզուրի միջանցք ձևակերպումը իր ամբողջ բովանդակությամբ։ Ben burada özellikle Aliyev'in koridor kelimesini kullanmasını çok önemli. Ես այստեղ հատկապես գնահատում եմ Ալիևի կողմից միջանցք բառի գործարկումը։ Նա չի խոսում անցուղու մասին, նա չի խոսում mայրուղու կամ մաքսային անցակետի մասին։ Միջանցք։ Ama koridorlar dünyada bunun örnekleri var. Իհարկե, որովհետև ես չէ որ պետք է ասեմ, բայց անցուղին տարբերվում է միջանցքից։ Դուք գնում եք, անցնում եք երկրի մաքսային անցակետերով, բայց միջանցքները այլ են։ Ոչ ոքի իհարկե չի հետաքրքրում, որ այն ինչի տակ ստորագրել է Փաշինյանը կոչվում է Թրամփի ուղի, բայց ավելի կարևոր է այն, թե արդյոք Հայաստանում Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից ոգևորության մեջ ընկածներին հետաքրքրում է սառը ցնցուղը, որ փոխնախագահ Վենսը իր երկրի, ոչ թե Հայաստանի շահի համար էր եկել։ Թրամփն էլ է ուզում ներգրաված լինել այստեղ Կովկասում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար սա նշանակում է փակել Չինաստանի միջանցքը։ Durumda yer almak demek. Yani Zengezur koridoru diyelim, Türk koridoru diyelim. İşte Kafkas geçişi resmi adı ne olacak? Trump onun ismini de çalmaya çalışıyor. Trump koridoru. Զանգեզուրի միջանցք ասեմ, թուրքական միջանցք ասեմ, ինչ էլ պաշտոնական անունը լինի, Թրամփը փորձում է նաև դրա անունը գողանալ։ Թրամփի միջանցք կամ խաղաղության միջանցք։ Pakistan'ın bir perdelemesine yol açmayacak ileride. İleride bir koridor. Ադրբեջանը կունենա օրինական իրավունքներ։ Դրանք ապագայում կզսպեն Հայաստանից խոչընդոտները։ Այստեղ խոսքն ամեն նախադասության կեսից հասնում է միջանցք
բառին, այնպես որ ահա եւս մեկ դրվագ, թե ինչպես են բացատրում Վենսի այցը ու ամերիկյան ընդլայնվող ներկայությունը, ընդ որում ընդգծելով, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում գործում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ ABD de bunu görüyor ve bölgede yükselen iki önemli ülkenin farkında. Ve Azerbaycan ve Türkiye ile de ԱՄՆ-ն տեսնում է տարածաշրջանում երկու կարևոր հզորագույն երկրներին Ադրբեջանին ու Թուրքիային եւ հարաբերությունների բարելավման ամենամեծ պատճառը այս քաղաքական ուժն է, այս աշխարհաքաղաքական ուժը։ Այժմ Ադրբեջանը այստեղ անկյունակարային դեր ունի եւ այս երթուղով Թուրքիայով անցնող էներգետիկ գիծը կփոխի ամբողջ աշխարհագրությունը։ Կարող ենք նաեւ Չինաստանի գործոնը տեսնել որպես խոչընդոտ, որը պետք է դրվի Չինաստանի առջև։ Այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական քայլ է անում։ başka bir şeye evirecek bütün o coğrafyayı. Buna Çin faktörünü, işte Çin'in belki önüne koyulacak bir engel olarak da görebiliriz. Burada ABD stratejik bir hamle yapıyor. Այն որ Միացյալ Նահանգների փոխնախագահը հետապնդում է ամերիկյան շահը, բնական է եւ պարզ պետք է լիներ ի սկզբանե, բայց Վենսի այցի ամենասկանդալային դրվագը կարծես միայն փոքր-ինչ սթափեցրեց ոմանց։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցի մասին Միացյալ Նահանգների փոխնախագահի ջնջված գրառումը իհարկե թուրքական մեդիայի ուշադրության կենտրոնում էր։ Ջնջելու դրդապատճառի մասին երկու կարծիք չկա։ Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններն ավելի կարևոր են։ Սա տեսնելու կարողություն Հայաստանում պետք է ունենանք, ինչպես նաև կարողություն տեսնելու, որ Թուրքիան կարողացավ հասնել այդ գրառումը ջնջելուն։ Այցի վերաբերյալ սոցցանցերում գրառման մեջ Վենսն օգտագործել է Հայաստանի կառավարության քաղաքական տերմինաբանությունը 1915 թվականի իրադարձությունները անվանելով այսպես կոչված հայոց ցեղասպանություն։ Կարճ ժամանակ անց փոխնախագահ Վենսը ջնջել է գրառումը եւ փոխարինել այն մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քրքի գրառմամբ, որը չի ներառել ցեղասպանություն բառը։ Գրում է լրատվական խոշորագույն գործակալություններից մեկը, որի տեքստը թուրքական բազմաթիվ լրատվակայքեր վերահրապարակել է։ Թուրքական պետական լրատվամիջոցներից մեկը գրեթե նույն կերպ ներկայացրել է եղածը ու հավելել. Թալիաթ Փաշայի անվան կոմիտեի ղեկավար Ալի Էրդինչը Բաքվում կայացած համաժողովում ելույթ ունենալով հայտարարել է, որ հայերի պնդումները 1915 թվականի վերաբերյալ չեն արտացոլում իրականությունը։ Էրդինչն ասել է. իրականում 1915 թվականին հայերն են կոտորել թուրքերին։ Թուրքական հեռուստաեթերում արձանագրում են, որ Վենսը երբևէ բարձր պետական պաշտոն չի զբաղեցրել, այնպես որ անհասկանալի է հայոց ցեղասպանության հուշահամալիրում եղածը անփութություն էր, թե գիտակցված ընտրություն։ Բայց Թուրքիայում բոլորին հասկանալի է, որ Թրամփի վարչակազմը նաև հայոց ցեղասպանության հարցում է գործում Բայդենից mեղմ ասած տարբերվող ձևով։ Yani Amerikan yönetiminin, Trump yönetiminin, Trump-Vance ikilisinin hani bu Ermeni lobisini kızdıracak adımları, üstelik de tam da անկեղծ ասած շատ զարմանալի է, որ ամերիկյան վարչակազմը, Թրամփի վարչակազմը, Trump-Vance զույգը քայլեր են անում, որոնք կարող են զայրացնել հայկական լոբին, հատկապես այս աշնանը կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։ Հնարավոր է սխալ հաշվարկ է եղել կամ գուցե նրանք կարծում են, որ այն շահը, որը կարող են ստանալ Հայաստանից, Ադրբեջանից եւ Կովկասից, շատ ավելի կարևոր է, քան այն քվեները, որոնք հայկական լոբին կարող է ձեռք բերել։ oylardan çok daha önemli diye bakıyor olabilirler. Normal şartlarda tabii Ermeni lobisinin Նորմալ պայմաններում հայկական լոբին պետք է այս այցին շատ ավելի դրական վերաբերվեր, բայց անկեղծ ասած, հայկական լոբին կամ ասենք հայկական սփյուռքի լոբին հայտնի չէ ռացիոնալ մոտեցումներով։ Բայց ինձ համար զարմանալին այն է, որ հաշվի առնելով, թե որքան մոտ են Հայաստանն ու Ամերիկան եւ որքան հզոր է հայկական լոբին Ամերիկայում, առաջին անգամ փոխնախագահը գնում է Հայաստան ու թերևս առաջին անգամ երկար տարիների ընթացքում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ձևավորվում է հարաբերությունների այդքան էական եւ բազմաշերտ ցանց։ Եվ հայկական սփյուռքը պետք է իրականում գնահատեր սա, բայց նրանք բոլորը վեր ու վար են ցածկոտում Վենսի թվիթի պատճառով։ Ermenistan'la Amerika Birleşik Devletleri arasında bu kadar içerikli, bu kadar farklı katmanlı ilişkiler ağı ortaya çıkıyor. Bunu mesela Ermeni diasporasının aslında takdir etmesi gerekirken işte Vance'in bu yapmış olduğu, silmiş olduğu tweet nedeniyle tabii bir top oturup pop kalkıyorlar. Գուցե որովհետև հայկական լոբին տեսնում է այն, ինչը Փաշինյանը տեսնել չի ցանկանում, ընդ որում թուրք լրագրողները, որոնցից մեկը Փաշինյանի հրավերով եւ Հայաստանի պետական բյուջեի հաշվին Հայաստան էր եկել, շատ լավ գիտեն, թե խոսքն ինչի մասին է։ Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան եկավ ոչ միայն Միացյալ Նահանգներում սպասվող
ընտրություններից, այլև Հայաստանում սպասվող ընտրություններից առաջ նկատել եւ ընդգծում են Փաշինյան-Վենս ասուլիսի այս դրվագը։ I know he has an election coming up. I won't talk about that, but to the extent my endorsement means anything, he certainly has it. Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում։ Ես չեմ խոսի дրա մասին, բայց եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա անկասկած ունի այդ աջակցությունը։ Aslında gerçekten Vance bir anlamda Paşinyan'ın Haziran ayındaki seçimler öncesinde elini güçlendirmek için de bu ülkeyi ziyaret etti. Թվում է, թե Վենսն իրականում այցելում է այդ երկիր հունիսյան ընտրություններից առաջ Փաշինյանի դիրքերը ամրապնդելու համար, որովհետև նա Փաշինյանի համար չափազանց դրական ուղերձներ է հղում։ Paşinyan'ın Ermeni kilisesiyle arası açık. Փաշինյանը լարված հարաբերություններ ունի հայ եկեղեցու հետ։ Փաշինյանը այդքան էլ լավ չի գնահատվում հայ եկեղեցու կողմից, հատկապես Թուրքիայի հարցում, նաև Ադրբեջանին արված զիջումների պատճառով եւ հայկական սփյուռքը նույնպես իրականում չի աջակցում նրան հենց այս պատճառով։ Azerbaycan'a verdiği tavizler nedeniyle hem aslında Ermeni diasporası da Paşinyan'ı çok tutmuyor sırf bu yüzden, ama Amerika Birleşik Devletleri'nin 2 numarası seçimler öncesinde, Haziran seçimleri öncesinde hem Ermeni lobisi hem Ermeni kilisesine karşı. Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրորդ պաշտոնյան հունիսյան ընտրություններից առաջ այցելում է Հայաստան։ Սա մեծապես կամրապնդի Փաշինյանի դիրքերը թե հայկական լոբի, թե հայ եկեղեցու դեմ, եւ այս այցը բավականին նշանակալից էր։ Եվ սրանք այն պատճառահետևանքային կապերն են, որոնք տեսնում եւ թվարկում են թուրքական հեռուստաեթերում։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Ջոն Այբներ։ Նա քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության նախագահն է եւ Հայաստանում էր փաստահավաք առաքելությամբ։ Նա նշում է, որ եկեղեցու դեմ Փաշինյանի գործողությունների պատճառը ոչ Փաշինյանի, ոչ էլ ամենայն հայոց կաթողիկոսի անձն է։ Սա տեղական մակարդակով հարց չէ։ Այստեղ ավելի մեծ բան է կատարվում, որը վերևարչապետից եւ կաթողիկոսից տեղի ունենում մասշտաբային քաղաքակրթական պայքար եւ Հայաստանն այդ պայքարի ճիշտ կիզակետում է։ Հայաստանը ներքաշվում է թուրք-ադրբեջանական աշխարհի մեջ եւ այդ ճանապարհին Փաշինյանի ջանքերի նպատակը եկեղեցու համահայկական բնույթը փոխելն է, որպեսզի այն բոլոր հայերի եկեղեցին դինելուց վերածվի միայն Հայաստան պետության եկեղեցու, որովհետեւ այդ դեպքում ավելի հեշտ է քաղաքականապես վերահսկել հայերին Հայաստանում։ Thank you very much for joining. Շնորհակալ եմ հարցազրույցի այս հնարավորության համար, բարի գալուստ Հայաստան եւ Alpha News-ի տաղավար։ Ձեր այցի այս օրերին Հայաստանում եկեղեցու եւ պետության միջև լարվածության ականատեսը եղաք։ Ձեզ դետալների մասին չեմ հարցնի, կհարցնեմ պատճառների մասին։ Conflict between Armenian state and Armenian church. I will not ask about the details. Ըստ ձեզ ինչու է Հայաստանի կառավարությունը այս իրավիճակը ստեղծել եկեղեցու հետ հարաբերություններում, ինչն է Հայաստանի կառավարության եւ եկեղեցու միջև այսպիսի կոնֆլիկտի պատճառը։ Well, I believe that the reason is not simply because the Prime Minister doesn't like the church or doesn't like the Catholicos. It's not a person. Կարծում եմ պատճառը պարզապես այն չէ, որ վարչապետը չի սիրում եկեղեցին կամ կաթողիկոսին։ Սա անձնական հարց չէ, լոկալ խնդիր չէ։ Այստեղ շատ ավելի մեծ բան է կատարվում, որը վեր է վարչապետից եւ կաթողիկոսից։ Going on here that transcends the Prime Minister and the Catholicos. There's a huge civilizational struggle. Տեղի է ունենում մասշտաբային քաղաքակրթական պայքար, եւ Հայաստանը այդ քաղաքակրթական պայքարի կիզակետում է։ Հայաստանը ավանդաբար եղել է քրիստոնեական երկիր։ Հայկական պետությունը աշխարհում առաջին քրիստոնեական թագավորությունն էր։ Հայ առաքելական եկեղեցին եղել է քրիստոնեական քաղաքակրթության կրողը եւ եղել է հայ ազգի միակ ամուր բաստիոնը։ Apostolic Church has been the bearer of Christian civilization, and it has also been the Երբեմն եկեղեցին եղել է ազգային բնույթի միակ ինստիտուտը եւ պահպանել է ազգը քրիստոնեական մշակույթի միջոցով, ու հենց այդ պատճառով եկեղեցին այժմ լուրջ սպառնալիքի տակ է։ Առաջին անգամ չէ, որ հայերը եւ հայկական եկեղեցին այսպիսի սպառնալիքի տակ են, բայց այո, այսօր սպառնալիքի տակ են։ It's not the first time it's been under threat, but it is under threat. Why? Ինչու է եկեղեցին սպառնալիքի տակ, ով է սպառնում? It's under threat today because there are powers that fear Christian civilization and an independent Christian state.
Այսօր եկեղեցին սպառնալիքի տակ է, քանի որ կան ուժեր, որոնք վախենում են քրիստոնեական քաղաքակրթությունից եւ անկախ քրիստոնեական պետությունից։ 20-րդ դարի սկզբին կոմունիստներն էին, որոնք այս տարածաշրջանում քրիստոնեական քաղաքակրթությունը համարում էին օտար մշակույթ եւ քաղաքակրթություն, եւ այն պետք էր վերահսկվեր, եթե ոչ լիովին ոչնչացվեր։ Controlled if not completely destroyed. And so today it is Armenia is being drawn into the Turkic Azerbaijani world. I call it the Turkish-Azerbaijani condominium. Այսօր Հայաստանը ներքաշվում է թուրք-ադրբեջանական աշխարհի մեջ։ Ես այն կոչում եմ թուրք-ադրբեջանական կոնդոմինիում։ Այդ երկու երկրների ղեկավարները խոսում են երկու պետության, բայց մեկ ազգի մասին։ Իրականում ես վերջերս կարդացի, որ հիմա նրանց միացել է եւս մեկ պետություն՝ Պակիստանը, եւ հիմա Թուրքիայի նախագահն ասում է մեկ ազգ, երեք պետություն։ Սրանք իսլամական պետություններ են, գործում են հակաքրիստոնեական ձևով, եւ Հայաստանը ներքաշվում է այդ աշխարհի մեջ։ One country, three states. So there are these states that are Islamic states. Հայ առաքելական եկեղեցին, եթե հավատարիմ մնա իր ավանդույթներին, հավատարիմ մնա իր փրկչին, ամենակարողին, խոչընդոտ կլինի այդ նախագծի համար։ Apostolic Church, if it remains true to its tradition, remains true to its Savior, the Almighty, gets in the way of this project. Բայց մեր վարչապետը պնդում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է եւ նաեւ կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի հետ։ He is normalizing the relations with Turkey. Well, look, one cannot take everything the Prime Minister says at face value and altogether seriously. I believe that he once said that Artsakh is Armenia. Չի կարելի վարչապետի ասած ամեն ինչն ընկալել հալած յուղի նման եւ լիովին լուրջ։ Մանավանդ որ նա նախինում ասել է Արցախը Հայաստան է, բայց հետո սա պարզապես օրինակ։ Ուրեմն ինչ արժեք ունեն նրա այդպիսի հայտարարությունները։ Եթե ասում է խաղաղություն է հաստատվել, ապա որտեղ է խաղաղության պայմանագիրը։ Այդպիսի լուրջ չեմ տեսել, թե խաղաղության պայմանագիր է ստորագրվել։ Ոչ ոք չգիտի, թե որոնք են խաղաղության բոլոր պայմանները։ Նման հայտարարություններն արվում են, այսպես ասենք, հանրության հետ կապերի նպատակներով։ And the fact is there is no peace. It may be that nobody is fighting a conventional war now, like in the First Karabakh. Քաղաքական ժամանակավոր առավելությունների եւ շահի համար, երբ փաստն այն է, որ խաղաղություն չկա։ Հիմա նաեւ սովորական պատերազմ չկա, ինչպես առաջին Ղարաբաղյան պատերազմի, քառօրյա կամ 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց պայքարը շարունակվում է։ Այս պահին պատերազմը ընթանում է քաղաքական մեթոդներով եւ Հայաստանը ներքաշվում է այդ թուրք-ադրբեջանական աշխարհի մեջ։ Pushing the country in that direction and a direction that not all Armenians wish to go. Հայաստանի վարչապետը անկախ դրդապատճառներից կարծես երկիրը մղում է այդ ուղությամբ եւ այն ուղությամբ, որով ոչ բոլոր հայերն են ցանկանում գնալ։ Հայ առաքելական եկեղեցին մեծ մտահոգություն է հայտնում այս միտման վերաբերյալ։ Religious ethnic cleansing of Nagorno-Karabakh. That's a catastrophe for the Armenian nation. Ի վերջո դա նշանակում է աչք փակել ընդամենը մի քանի տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած կրոնական էթնիկ զտման վրա։ Դա աղետ է հայ ազգի համար, եւ Հայաստանի վարչապետն ասում է, թե հարցը փակված է։ Նույն վարչապետը, որը մի ժամանակ ասում էր Արցախը Հայաստան է, ինչ փոխվեց։ Փոխվել է այն, որ վարչապետն իրեն պարտավորված է զգում։ Զգում է հարկադրված ճնշում փոխվելու եւ ընդունելու այն, ինչը նախկինում անընդունելի էր։ What used to be unacceptable. Մինչ վարչապետը ճանաչել է Արցախի տարածքը որպես Ադրբեջանի տարածքի մաս եւ այժմ պնդում է, թե Արցախի էջը փակ է, մյուս կողմից ունենք ամենայն հայոց կաթողիկոսին, որը պաշտպանում է Արցախը հայ ժողովրդի հայրենիք վերադառնալու իրավունքը։ Who is supporting the right of return of the Artsakhi Armenian people to their homeland. Հնարավոր է, որ հենց Արցախի հարցում դիրքորոշումն է Փաշինյանի եւ նրա վրա ճնշում գործադրողների եկեղեցու դեմ այս հարձակումների պատճառներից մեկը։ Well, that exactly was the trigger. Հենց դա է եկեղեցու դեմ այս հալածանքների վերջին ալիքի պատճառը։ Անցյալում լարվածություն է եղել, բայց արքիեպիսկոպոսների եւ այլ հոգեվորականների ձերբակալությունների այս ալիքը եւ եկեղեցու հովանավոր Սամվել Կարապետյանի կալանքը, այս բոլորը նոր գործողություններ են։ Other clerics and Samuel Karapetyan, the patron of the church, all of these are church related arrests, imprisonment. Նաև վերջերս 6 եպիսկոպոսների մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար, նրանց երկրից դուրս գալը կանխելու համար։
Այս ամենը ուրվագծում են բռնաճնշումների շատ ավելի մեծ ալիք։ Բայց ամեն ինչ սկսվել է Բեռնում կայացած մշակութային ժառանգության համաժողովից հետո։ Ես այնտեղ էի եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու հովանավորությամբ այդ համաժողովում ելույթ ունեցավ կաթողիկոսը, խոսեց արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Նա բացատրեց, թե ինչ է պատահել նրանց հետ եւ իհարկե կոչ արեց պաշտպանել քրիստոնեական մշակութային ժառանգությունը։ Սա ըստ էության անընդունելի էր Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Նրանք բաց ասում են, որ անընդունելի է, խոսում են ռևանշիստական քարոզչության մասին եւ պահանջում, որ դրա վերջը տրվի։ Կաթողիկոսին ու եկեղեցին անվանում են խաղաղության խոչընդոտ։ Unacceptable to Turkey and Azerbaijan. They say that this is unacceptable. They talk about its revanchist propaganda and it must come to an end. And they call the Catholicos and the Church an obstacle to peace. Փաշինյանը նաև հերքում է, որ սա պայքար է պետության եւ եկեղեցու միջև, որ սա պետության արշավն է եկեղեցու մեջ։ Պնդում է, թե պարզապես փորձում է բարեփոխել, բարենորոգել եկեղեցին։ Փաշինյանը որևէ պետության վարչապետը պետք է բարենորոգի եկեղեցին։ Formulating this way, or does church need the reforms of Pashinyan? Well, the church may need reform, but that's the business of the church, not the prime minister. Եկեղեցին կարող է բարեփոխումների կարիք ունենալ, բայց դա եկեղեցու գործն է, ոչ թե վարչապետի։ Այն ինչ մենք այսօր տեսնում ենք, նորություն չէ Հայաստանի համար։ Նման փուլերով հայ եկեղեցին անցել է ոչ հեռու պատմական անցյալում։ Սա նման է նրան, ինչի միջով Հայաստանն անցել է 1920-ականներին բոլշևիկների հետ։ Այդ ժամանակ բոլշևիկներն էին դեմ եկեղեցուն։ Այսօր տեսնում ենք նույն մարտավարությունը, որը բոլշևիկներն էին կիրառում եկեղեցու դեմ։ Օրինակ, այսօր էլ օգտագործում են ներքին տարերի։ And the interesting thing about that movement was that once it had served its useful purpose, Ամենահետաքրքիրն այն է, որ երբ դրանք ծառայեցին իրենց նպատակին, պարակտում ստեղծել եւ թուլացնել եկեղեցին, նրանց կարիքն այլևս չկար։ Փողը եւ աջակցությունը դադարեց։ Ոմանք անգամ բանտում հայտնվեցին։ Հարցն այն է, թե արդյոք նույն ճակատագիրն է սպասվում նրանց, ում այսօր վարչապետը օգտագործում է եկեղեցու վրա վերահսկողություն ստանալու համար, երբ նա չպետք է որևէ վերահսկողություն ունենա։ Եկեղեցին ունի իր ինքնավարությունը եւ եկեղեցին պետք է ինքը կարգավորի իր ներքին գործերը։ And the church should regulate its internal affairs itself. Նույնիսկ եթե եկեղեցին իսկապես խնդիրներ ունի իր ներսում։ Yes, I mean every church has a problem, has many problems. Այո, բոլոր եկեղեցիներն ունեն խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ։ Դրանք պետք է լուծվեն։ Կաթոլիկ եկեղեցին, ուղղափառ եկեղեցին բոլորն ունեն խնդիրներ։ Հարցն այն է, թե ինչպես պետք է դրանք լուծվեն։ Արդյոք պետությունը միջամտում է այդ խնդիրների լուծման այն կերպ, որ դա օգտակար լինի ոչ միայն պետության, այլև վարչապետի եւ նրա քաղաքական շահերի համար։ What will happen to Armenia and Armenian people if Ինչ կլինի Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ, եթե Փաշինյանն իրականացնի իր այսպես կոչված բարենորոգումները եւ գտնի միջոց փոխելու հայ եկեղեցու ղեկավարին, նշանակելու իր նախընտրած մեկին որպես հայոց կաթողիկոս։ Ինչ կլինի այդ դեպքում։ Ինչու է կարեւոր փրկել եւ պահպանել եկեղեցին այնպես, ինչպես այն այսօր ունենք։ It's of course important that he not intervene in the internal affairs, but if he were to succeed, he will simply weaken one of the pillars of the Armenian nation. Իհարկե կարևոր է, որ նա չմիջամտի եկեղեցու ներքին գործերին, բայց եթե նա հաջողության հասնի, պարզապես կթուլացնի հայ ազգի հենասյուներից մեկը։ Հայ ազգը մի քանի հենասյուներ ունի։ Մեկն անխոս եկեղեցին է։ Վերջին 100 տարում հենասյուններից մեկն էլ սփյուռքն է դարձել։ Երկուսն էլ հիշատակվում են պետության հիմնարար փաստաթղթերի սահմանադրության մեջ, եւ վարչապետի քաղաքականությունը կարծես ուղղված է ազգի երկու հենասյուների եկեղեցու եւ սփյուռքի ազդեցության թուլացմանը, կիրառելով հայտնի մեթոդներ։ Եկեղեցին, այսպես ասենք, ավելի լայն է, քան միայն Հայաստանը։ Կաթողիկոսը բոլոր հայերի կաթողիկոսն է, անկախ նրանից ապրում են Հայաստանում, թե Սփյուռքում, Ղարաբաղցի են, Հալեպում են, ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում։ United States or Russia or wherever they may be. And this policy to weaken the church is designed to weaken this whole network of Եկեղեցու թուլացման այս քաղաքականությունը նախատեսված է եկեղեցու այս ամբողջ ցանցը թուլացնելու համար, որը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Վարչապետի ջանքերի նպատակը եկեղեցու այս բնույթը փոխելն է, որպեսզի այն բոլոր հայերի եկեղեցին լինելուց վերածվի միայն Հայաստան պետության եկեղեցու։ the state of Armenia. Ինչու է նա փորձում խզել հարաբերությունները Հայաստանի եւ Սփյուռքի հայերի միջև։ Armenians in diaspora? Because then it's easier to politically control
the Armenians in Armenia. Որովհետև այդ դեպքում ավելի հեշտ է քաղաքականապես վերահսկել հայերին Հայաստանում։ Իրականում ամեն ինչ այդքան պարզ է, եւ շատ նման է նրան, ինչ բոլշևիկները միշտ փորձում էին անել։ Նրանք փորձեցին ոչնչացնել ինստիտուտները, ազգը, եկեղեցին, ոչնչացնել հիմնասյուները, ապա կլանել ազգը ինչ-որ նոր կառույցի մեջ։ Destroy it and so atomize it and then absorb it into something new. Միթե մեր վարչապետը չի տեսնում դա, չի տեսնում, որ այն ինչ անում է, ավելի է թուլացնում Հայաստանը։ I really can't speak for the prime minister. What I can do Ես իսկապես չեմ կարող խոսել վարչապետի անունից։ Կարող եմ տեսնել եւ պատմել, վերլուծել, թե ինչ է նա անում, ուր են տանում նրա քայլերը, ինչու է նա անում այն, ինչ անում է, որոնք են նրա դրդապատճառները, չեմ կարող ասել։ All I can do is look and see what he is doing, report what he is doing, and give an interpretation of it. But as far as his own motives, Ամեն անգամ պատասխանելով նման հարցերի ասում է, թե ամեն ինչ անում է Հայաստանի համար, խաղաղության եւ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Նրա քայլերն իսկապես կարող են Հայաստանին խաղաղություն եւ անվտանգություն բերել։ Bringing Armenia closer to the peace and security. well, it depends on what you mean by peace and security. Armenia is under threat. Armenia is threatened by war, by Azerbaijan and Turkey. Կախված է նրանից, թե ինչ նկատի ունեք խաղաղություն եւ անվտանգություն ասելով։ Հայաստանը սպառնալիքի տակ է։ Հայաստանին սպառնում է պատերազմը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Կան խաղաղության տարբեր տեսակներ։ Հայաստանն այժմ գնում է այն նույն խաղաղության ուղղությամբ, որը հիմա գոյություն ունի Լեռնային Ղարաբաղում։ Armenia is going now in the direction of the same kind of peace that exists in Nagorno-Karabakh. Այսօր Լեռնային Ղարաբաղում մարտեր չկան, պատերազմ չկա։ Լեռնային Ղարաբաղը խաղաղության մեջ է։ Ադրբեջանը խաղաղություն է ստեղծել այնտեղ։ Ասում է լուծել են խնդիրը, այլևս հակամարտություն չկա։ Այս գործընթացը հիմա մտնում է հենց Հայաստանի Հանրապետություն։ Now coming into the Armenian Republic itself, and if this process continues, ultimately I believe that you will find within a generation. Եթե այսպես շարունակվի, ապա կարծում եմ, երբ Ալիևը Հայաստանի տարածքը շարունակում է անվանել Արևմտյան Ադրբեջան, խոսում է 100,000-ավոր ադրբեջանցիների գալու եւ այլնի մասին, ապա մեկ սերունդ անց կտեսնեք, որ Երևանում կմնա միայն հայկական թաղամաս։ Որոշ ժամանակ անց հայկական ներկայությունը Երևանում կարող է այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին այսօր Հալեպում, Սիրիայում է։ Եվ դուք կարող եք ասել. լավ, սա խաղաղություն է։ Okay, that's peace. Ունենք որևէ տարբերակ, որևէ միջոց այս գործընթացը դադարեցնելու համար։ Well, I can't tell you how. Չեմ կարող ասել, թե ինչպես կանգնեցնել դա։ Դա հայերի գործն է եւ կարծում եմ, որ հայերն ունեն գործընթացը կանգնեցնելու ուժ։ Power to stop the process, but they have to have some kind of inner resistance. Բայց նրանք պետք է ունենան որոշակի ներքին դիմադրություն։ Երբեմն, ինչպես ցեղասպանության դեպքում, իրականում ոչինչ անել հնարավոր չէ, լուծում չկար։ Դիմադրությունը պարզապես մի կողմ դրվեց։ Բայց ես գիտեմ, որ քանի դեռ գոյություն ունի ազգի ոգին, եւ այդ ոգին պատմականորեն ոգեշնչված է հայ առաքելական հավատքով, հավատարիմ մնալով ավանդույթներին, դիմադրությունը ինչ որ փուլում կհաղթի։ By the Armenian Apostolic faith, of course there are other churches, but the Christian faith, staying true to your tradition, that the resistance to that will at some stage prevail. Who would have thought, you speak to older people. Հայաստանում այսօր ապրող ավակ սերնդին հարցրեք, ով կմտածեր 1980-ականներին, որ խորհրդային միությունը կփլուզվի, որ Հայաստանը կունենա անկախություն։ Անհնար թվացող բաներ էին, բայց պատահեցին։ Այսօր գոյություն ունեցող իրավիճակը նույնպես կարող է վաղը փոխվել։ The situation that exists today, the negative constellation of powers, can change tomorrow. Համոզված եմ, որ վերջին մի քանի օրերին, երբ դուք Հայաստանում եք, մամուլի ասուլիսներ անցկացնելով, հանդիպումներ ունենալով, մասնավորապես կաթողիկոսի, նաև Բագրատ Սրբազանի հետ, բոլորիս նման կառավարությունը եւս հետևում էր ձեր քայլերին, ձեր հանդիպումներին, հայտարարություններին եւ համոզված եմ, որ հարց ունեն. ինչու եք հետևում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ինչու է ձեր կազմակերպությունը, քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը հետևում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, հայերին, ինչու եք հետաքրքրված։ In Armenia, why your organization CSI is following the processes in Armenia, why you are interested in? Well,
There are several reasons why we're Կան մի քանի պատճառներ, թե ինչու ենք մենք հետաքրքրված Հայաստանով։ Պարզապես նախ պետք է ասեմ, որ մեր հետաքրքրությունը նոր չէ։ Ես առաջին անգամ Հայաստան եկա 1991 թվականին, Լեռնային Ղարաբաղ գնալու համար։ Ստիպված էինք ճեղքել շրջափակումը, ստիպված էինք ուղղաթիռներով մեկնել։ Այն ժամանակ Լաչինի միջանցքը չկար։ Իսկապես շատ դժվար եւ վտանգավոր ժամանակներ էին։ Մենք գնացինք Ղարաբաղ եւ չէինք կարողանում հավատալ տեսածներիս։ to Karabakh and couldn't believe what we saw. We saw brave people fighting against a force that was ethnically cleansing villages. Տեսանք քաջարի մարդկանց, որոնք պայքարում էին մի ուժի դեմ, որը էթնիկ զտում էր իրականացնում գյուղերում։ Մեզ առաջինը հյուրընկալողը Ստեփանակերտի հիվանդանոցի տնօրենն էր։ Հիվանդանոցն ավերակների մեջ էր, նույնիսկ ասպիրին չունեին, եւ այնտեղի վիրաբույժը կտրում էր պատերազմում վիրավորվածների վերջույթները ու կոնյակ տալիս նրանց։ Ձմեռ էր։ Լավ հիշում եմ, թե ինչպես էի քնում ձմեռային վերարկու հագած։ Մահճակալին 2 հոգով էինք պարկած, պարզապես տաքանալու համար։ Այնքան ցուրտ էր։ Եվ հենց այս մարդկանց ոգին ու քաջությունն էր, որ ստիպեց ինձ զգալ, որ մենք պետք է վերադառնանք։ Մենք պետք է պարտավորություն ստանձնենք Ղարաբաղի եւ հայ քրիստոնյա ազգի նկատմամբ եւ համերաշխ լինենք նրա հետ դժվարին ժամանակներում։ Stand in solidarity with it during times of trouble. So Դժվարությունները կարծես թե եկել ու անցել էին, բայց հիմա կրկին ճգնաժամի մեջ ենք։ Եվ մենք իրականում շարունակում ենք այն աշխատանքը, որը սկսել էինք դեռևս 1991 թվականին։ Սա նորություն չէ, եւ մենք վճռականորեն տրամադրված ենք մնալ համերաշխ հայերի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ցանկանում են, որ մենք դա անենք։ Եվ ազգն ու պետությունը նույնը չեն։ Ինչպես խորհրդային ժամանակներում ազգը նույնը չէր, ինչ խորհրդային Հայաստանի Հանրապետությունը։ was not the same as the Soviet Republic of Armenia. Do you believe that Հավատում եք, որ մի օր կվերադառնաք Արցախ, որտեղ հայեր կլինեն։ where will be Armenians? I would hope so, but how can I be sure? But I do this in the belief that it's not impossible. Հուսով եմ, բայց ինչպես կարող եմ վստահ լինել։ Բայց մենք գործում ենք այն համոզմամբ, որ դա անհնար չէ, որ հնարավոր է վերադարձ, հիմնականում այն պատճառով, որ ղարաբաղցիներն իրենք կարծես կամք ունեն։ Եվ մենք կարող ենք պարզել, գուցե ոչ այսօր, գուցե ոչ վաղը, առայժմ կարող է մի քանի տարի պահանջվել, երբ մյուս տերությունները հասկանան, որ այս տարածքում խաղաղություն եւ բարգավաճում չի լինի, եթե Ղարաբաղյան խնդիրը չլուծվի։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում խնդիրը չի հասնի Հայաստանին, որ ստիպված չենք լինի ասել Հայաստանի խնդիրը պետք է լուծվի։ In time they will not be saying that the problem is an Armenian problem that maybe որ հայերը պետք է երբևէ կարողանան վերադառնալ Հայաստան եւ ապրել խաղաղության ու ազատության մեջ իրենց սեփական պետությունում։ Հա թե որտեղ ենք մենք հիմա։ That is now where we're at and trying to prevent Փորձելով կանխել, թույլ չտալ, որ այն ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, պատահի այն 3 միլիոն մարդկանց հետ, ովքեր այժմ ապրում են Հայաստանի Հանրապետությունում։ Republic of Armenia. Thank you very much. Շնորհակալ եմ եւ կրկին ինձ համար մեծ պատիվ էր ողջունել ձեզ Հայաստանում եւ մեր տաղավարում։ Thank you. It's an honor to be with you. Շնորհակալություն, պատիվ է ձեզ հետ լինել։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։